Սյունիքի Խոզնավար եւ Խնածախ գյուղերում ադրբեջանական կողմը շարունակ խախտում է հրադադարի ռեժիմը։ Բնակիչները պատմում են, կրակոցները շարունակվում են արդեն իրենց համար սովորական դարձած ժամերին։ Երեկոյան 22-ից մինչև վաղ առավոտ ամբողջ գիշեր անկանոն կրակոցներ են լսել։ Թեև Հայաստանի պաշտպանության նախարարության վերջին հաղորդագրությունները Խոզնավարում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման մասին էին, բնակիչները պատմում են, որ հարևան Խնածախում գիշերներն ավելի լարված են անցնում, այնտեղ ավելի հաճախ են լսվում կրակոցները։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով ադրբեջանական գործողությունները սահմանամերձ ուղղություններում գնալով առավել թիրախային են դառնում։ Ես չեմ պնդում, որ ճանապարհը նյարդ ցույց տալն է կամ հախուռն գործողությունների դիմելը, սակայն այս իրադրային փոփոխությունն անընդհատ, թեև դանդաղ, սակայն վտանգավորության աճ է արձանագրում։ Իշխանությունն ակնհայտորեն իրադրությանն անհամաչափ է գործում, տեղեկատվական, դիվանագիտական դաշտում եւ կոնկրետ հողի վրա, ինչն առաջին հերթին իր բացասական ազդեցությունն է թողնում սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց վրա, հատկապես որ գործող կառավարիչների կեցվածքն ու գործելակերպը բնակչության մեծամասնության համար վստահություն չեն առաջացնում։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն Ազատության հրապարակում հանդիպել է արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հետ։ Խորհրդի անդամները տեղեկացրեցին, որ արցախցիների խնդիրների հարցով առաջարկություն ունեն, որը կներկայացնեն Արցախի նախագահին եւ առաջիկայում խորհուրդը պատրաստվում է հանդես գալ հայտարարությամբ։ Սամվել Շահրամանյանը նշեց, որ աջակցում է այս նախաձեռնությանը, պարբերաբար հանդիպումներ է ունենում եւ տեղյակ է մանրամասն իրականացվող աշխատանքից։ Շահրամանյանն այս պահին որոշում չունի մայիսի 21-ից հետո որպես Արցախի նախագահի թեկնածու կառաջադրվի, թե ոչ, նշելով, որ այդ որոշումը կապված է Արցախի քաղաքական ուժերի, Արցախի հասարակության դիրքորոշումից։ Հարցին, թե մոտորերս արդյոք նա Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել է, պատասխանեց, որ ոչ։ Մենք նման հանդիպումներ չենք ունեցել, ես կաշկանդված չեմ որևիցե մեկի հետ հանդիպել։ Սկզբնական շրջանում, այո, ես տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների, նախագահների հետ հանդիպումներ ունեցել եմ հանդիպումներ եւ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, եւ Ռոբերտ Քոչարյանի հետ, եւ Սերժ Սարգսյանի հետ, եւ ես կաշկանդված չեմ որևիցե մեկի հետ հանդիպել։ Քաղաքացիների մեծ մասը, այդ թվում նաև ես, ովքեր համարում էին, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը պետք է հեռանա, հիմա Երանի ենք տալիս մեր շատ ժամանակներին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Ես կարող եմ մի բան ասել, որ քաղաքացիների մեծ մասը, ովքեր որ համարում էին, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը պետք է հեռանա, եւ չմոռանանք, որ այդ թվում եղել եմ եւ նաեւ ես, բայց այն արհավիրքը, ինչ որ բերեց Նիկոլ Փաշինյանը մեր գլխին, մեր երկրի գլխին, մենք հիմա Երանի ենք տալիս, այն մեր քննադատած ու մեր մերժած ժամանակները։ Այո, Երանի ենք տալիս, որտեղ ունենք Դուք անձամբ Երանի եք տալիս։ Դուք սպասեք, ես ավարտեմ, Նարեկ ջան։ Ես Երանի եմ տալիս այն Հայաստանը, որ մենք ունեինք Սերժ Սարգսյանի օրոք, եւ Երանի եմ տալիս այն Արցախը, որ մենք ունեինք Սերժ Սարգսյանի օրոք, եւ նաեւ Երանի եմ տալիս այն կոռուպցիոն համակարգին, որ կար Սերժ Սարգսյանի օրոք։ Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար եւ հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը Բաքվում է, նրան ընդունել է նախագահ Իլհամ Ալիևը, այնուհետև ընդլայնված ձևաչափով հանդիպում է կայացել նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ի թիվս այլնի քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում։ Բայրամովը վերահաստատել է Ադրբեջանի անսասան եւ սկզբունքային դիրքորոշումը, որ Հայաստանի սահմանադրության փոփոխությունը Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունների վերացման նպատակով նախապայման է խաղաղության համաձայնագրի գրման համար։ Բաքվի դատարանում շարունակվել է Արցախի նախկին ղեկավարների գործով դատավարությունը։ Ադրբեջանական մեդիայի հաղորդմամբ դատարանը նախ քննել է Շուշիի օկուպացիայից առաջ տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող փաստաթղթեր, մասնավորապես 1989-ի դեկտեմբերի 13-ից 14-ի միջադեպերի մասին։ Ըստ դատախազների ներկայացրած փաստաթղթերի մինչև օկուպացիան հայկական զինուժը հրթիռակոծել ու հրետակոծել է Շուշին ու հարակից գյուղերը։ Այս իրադարձությունների ժամանակ ադրբեջանցիներ են սպանվել, վիրավորվել կամ գերի ընկել։ Նշվում է նաև, թե հայկական զինված ուժերը ջրատարներ եւ բարձրավոտ էլեկտրահաղորդման գծեր են պայթեցրել ադրբեջանցիներով բնակեցված գյուղերում, լուրջ վնասներ հասցնելով կրթական, առողջապահական եւ այլ քաղաքացիական հաստատությունների։ Այս փաստերով քրեական գործեր են հարուցվել։ Այնուհետև դատարանում ցուցմունք են տվել իբրև տուժողները պատասխանել պետական դատախազների, տուժողների ներկայացուցիչների եւ պաշտպանական կողմի հարցերին, խնդրելով արժանի պատիժ սահմանել բեղադրյալների նկատմամբ։
Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Խաջիզադեն արձագանքել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլիի հայոց ցեղասպանության տարելիցի ուղերձին, որում նա անդրադարձել էր նաև Արցախի հայերի բռնի տեղահանմանը։ Կանադայի հայ դատի հանձնախմբի շահերի պաշտպանությամբ զբաղվելը կանադական ազգային շահերն առաջնահերթ համարելու եւ միջազգային ասպարեզում հեղինակությունը պահպանելու փոխարեն լուրջ մտահոգություններ է առաջացնում արտաքին գործերի նախարարի պաշտոնի համար անհրաժեշտ դատողության եւ իրազեկության վերաբերյալ բողոքել է Հաջիզադեն։ Ըստ ադրբեջանցի դիվանագետի Կանադայում երբեք չեն ճանաչել ավելի քան 1 միլիոն ադրբեջանցիների տառապանքները, որոնք իբրև բախվել են էթնիկ զտումների, կոտորածների, վայրագությունների, մշակութային ոչնչացման եւ մարդկության դեմ այլ հանցագործությունների, որոնք կատարվել են Հայաստանի կողմից։ Հաջիզադեն խորհուրդ է տվել հավատարիմ մնալ փաստերին, այլ ոչ թե հայկական սփյուռքի կեղծ նարատիվներին։ Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է տարբեր երկրների իշխանությունների կողմից հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ արված հայտարարություններին, հերթական անգամ ժխտելով ցեղասպանության փաստն ու հեղաթյուրելով պատմությունը։ Նշվում է, թե Թուրքիան իբր միշտ պաշտպանել է խաղաղության, երկխոսության, փոխըմբռնման եւ ընդհանուր բարգավաճման խթանումը համաշխարհային մակարդակում եւ տարածաշրջանում։ Թուրքիան բացել է իր արխիվները եւ առաջարկել է ստեղծել համատեղ պատմական հանձնաժողով 1915 թվականի իրադարձությունների արդար եւ գիտական ուսումնասիրության համար։ Մենք ընդգծում ենք, որ արմատական շրջանակների կողմից պատմությունից թշնամանք սերմանելու ջանքերը չպետք է խրախուսվեն եւ վերահաստատում ենք մեր կոչը աջակցելու Թուրքիայի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, նշվում է հայտարարությունում։ Միացյալ Նահանգների վարչակազմը նախկինի պես հավատարիմ է կրոնի ազատության ապահովման ու խոցելի փոքրամասնությունների պաշտպանությանը, հավաստիացրել է Միացյալ Նահանգների ղեկավարը։ Դոնալդ Թրամփը ուղերձ է եղել հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ, այդպես էլ չօգտագործելով ցեղասպանություն եսրույթը։ Այսօր մենք հարգում ենք Մեծ Եղեռնի հիշատակը եւ հարգում այն հրաշալի մարդկանց հիշատակը, ովքեր տուժել են 20-րդ դարի ամենասարսափելի աղետներից մեկի ժամանակ։ 1915 թվականից սկսած Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին 1.5 միլիոն հայեր աքսորվեցին եւ քշվեցին մահվան։ Հիշատակի այսօրը մենք կրկին միանում ենք Ամերիկայի եւ ամբողջ աշխարհի հայ մեծաթիվ համայնքին, որը սգում է բազմաթիվ զոհերի համար։ Ամեն տարի ապրիլի 24-ին մենք հիշում ենք ամերիկյան եւ հայ ժողովուրդների միջև ամուր եւ մնայուն կապերը։ Այսօր մենք վկայում ենք հայ ժողովրդի ուժի եւ տոկունության մասին, ընդդեմ ողբերգության։ Մեր բախտը բերել է, որ այդքան շատ հայեր իրենց հարուստ մշակույթը բերել են մեր ափեր եւ մեծ ներդրում ունեցել մեր երկրի զարգացման գործում, այդ թվում պարգևատրված զինվորներ, հայտնի արտիստներ, հայտնի ճարտարապետներ եւ հաջողակ գործարարներ։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը խստորեն դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամոթալի նահանջը հայոց ցեղասպանության ամերիկյան ճանաչումից ու հիշատակումից, ինչը դրսևորվել է նրա նույնիսկ ցեղասպանություն եսրույթը չհիշատակելու որոշմամբ, որը կայացվել է թուրքական ճշմարտ ներքո եւ արտացոլված է Սպիտակ տան կողմից ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում։ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է. ԱՄՆ-ի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումից նախագահ Թրամփի նահանջը թուրքական սպառնալիքների առաջ տեղի տալու խայտառակ գործողություն է։ Ամոթալի հրաժարում ամերիկյան պատասխանատվությունից կանխելու Թուրքիայի եւ Ադրբեջանի շարունակական ցեղասպանական հարձակումները հայերի դեմ։ Արցախի բնիկ քրիստոնյա հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումից, հայ ռազմագերիների նկատմամբ շարունակվող բռնություններից, հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացումից եւ Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիայից հետո նախագահ Թրամփն ունի պարտավորություն ոչ միայն ազնվորեն եւ ճշմարտապես ճանաչելու 1915 թվականի հայոց ցեղասպանությունը, այլև կանխելու դրա շարունակումը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։ Նախագահ Թրամփի բաց թողումը դիվանագիտական սխալ չէ, այլ դիտավորյալ նահանջ ճշմարտությունից եւ վտանգավոր ազդանշան ԱՄՆ-ի կողմից հակահայ բռնությունների հանդեպ հանդուրժողականության մասին։ Այն արտացոլում է նրա առաջին վարչակազմի ամոթալի լռությունն ու մեղսակցությունը։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը նախագահ Թրամփին կրկին կոչ է անում հարգել իր նախընտրական խոստումը եւ առաջնորդել ԱՄՆ քաղաքականության արմատական վերանայումը Թուրքիայի եւ Հարավային Կովկասի հանդեպ վերջ տալ ցեղասպանության շղթման մեջ Միացյալ Նահանգների մեղսակցությանը, հաշվետվություն պահանջել դրա իրագործողներից եւ ապահովել խաղաղություն հիմնված արդարության եւ Արցախի քրիստոնյա հայ ժողովրդի վերադարձի իրավունքի վրա։ Չնայած անպատմելի կորստին հայ ժողովուրդը դիմացել եւ հաղթել է, այսօր մենք Մեծ Եղեռնը հիշում ենք ոչ միայն սգով, այլև վճռականությամբ, այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ապրիլ 24-յան ուղերձում։ Մենք հարգում ենք անցյալը եւ անհամբեր սպասում Հայաստանի եւ տարածաշրջանի համար երկարատև խաղաղության, բարգավաճման եւ անվտանգության ուղղությամբ աշխատելուն, նշել է նա։
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը լուսանկար հրապարակել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Գլենդելում կազմակերպած հիշատակի արարողությունից կից գրելով. Գլենդելի հայ համայնքի հետ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ։ Մենք պետք է հակազդենք Ադրբեջանի շարունակվող ագրեսիային եւ պնդենք հայ ռազմագերիների ազատումը։ Մենք պետք է արդարություն պահանջենք։ Նախագահ Թրամփի կողմից Հայոց ցեղասպանության թույլ ոգեկոչումը նվեր է ժխտողականներին, այս մասին Facebook-յան էջում գրել է ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, անդրադառնալով այն փաստին, որ Դոնալդ Թրամփը ի տարբերություն իր նախորդի դեմոկրատ Ջո Բայդենի ապրիլ 24-յան ուղերձում ցեղասպանություն եզրույթը չի կիրառել 1915-ի իրադարձությունները որակելով որպես մեծ եղեռ։ Միացյալ Նահանգների ճանաչումը պաշտոնական է եւ անշրջելի, բայց ցեղասպանություն բառը օգտագործելուց նրա հրաժարումը խարխլում է ճշմարտությունը եւ անարգում 15-ի զոհերի հիշատակը։ Պատմությունը պահանջում է պարզություն, ոչ թե վախկոտություն, գրել է Փալոնը։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ նախկին խոսնակ Նենսի Փելոսին ուղերձ է եղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցի կապակցությամբ։ Փելոսին X-ի իր միկրոբլոգում հրապարակված ուղերձում նշել է. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մենք հարգում ենք 110 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 միլիոն հայերի հիշատակը։ Նա հավելել է 2022-ին Հայաստան այցի ընթացքում մեծ պատիվ է ունեցել այցելելու Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հարգանքի տուրք մատուցելու ոչրագործության զոհերի հիշատակին։ Փելոսին կարևորել է պատմության այս մութ էջի վրա լույս սփռել, շարունակել է։ Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ X-ում գրառում է արել. Լոս Անջելեսը Հայաստանից դուրս ամենամեծ հայկական համայնքի տունն է։ Այսօր Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին մենք անդրադառնում ենք մեր քաղաքի խորը արմատացած հայկական ժառանգությանը եւ համախմբվում հիշատակի ու տոկունության շրջանակում, գրել է Բասը։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 26-ին Վատիկանում կմասնակցի Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողությանը։ Պապի հուղարկավորության արարողությանը Հայաստանից կմասնակցի նաև վեհափառը։ Ադրբեջանցի զինծառայողները մեկնել են Թուրքիա մասնակցելու Քուրդարան 2025 միջազգային զորավարժություններին, որոնք անցկացվեն մինչև ապրիլի 30-ը թուրքական Մարմարից քաղաքում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ զորավարժություններին նախատեսվում է Թուրքիայի ռազմածովային ուժերի, ցամաքային ուժերի, ռազմաօդային ուժերի եւ ափամերձ պահպանության զինծառայողների մասնակցությունը։ Դրանց ընթացքում նախատեսվում է նաև անցկացնել բարձրաստիճան դիտորդի օր։ Հաղորդվում է, որ վարժանքների շրջանակում համաձայն պլանի տարբեր տեսակի զորքերը համագործակցաբար կիրականացնեն իրենց առջև դրված խնդիրները։